Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, դուք Թարմ ուղեղով հաղորդաշարն եք լսում, եթե ռադիո ընդունիչով եք մեզ լսում FM 106 եւ 5 հաճախականության վրա եք, եթե դիտում եք մեզ, ապա լրատվական ռադիոյի գործարար ալիքի թվային հարթակներում եք, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ որ այլ թվային հարթակում, Ասպրամ Կրպեյանն է մեր տաղավարում, Հայաստան պատգամավորական խմբակցության պատգամավոր։ Բարև ձեզ։ Ողջույն, շատ ուրախ եմ եւս մեկ անգամ ձեր տաղավարում հյուրընկալվելու համար։ Ես էլ եմ ուրախ, վաղուց չենք հանդիպել։ Գյումրիից սկսենք, հետո գնանք ավելի լայն օրակարգին։ Ով հաղթեց Գյումրիում, ասպրամս ձեզ։ Այսինքն ընդդիմությունը հաղթեց, թե որտեղ վեճ կա այդտեղ ամեն դեպքում։ Վեճ կա, բայց այստեղ հաղթողներ եւ պարտվողներ իմ համեստ գնահատմամբ չկա, որովհետեւ չկա բացարձակ հաղթող եւ չկա պարտվող կողմ։ Մենք ականատեսը եղանք մի շատ կարևոր այսպես եզրահանգման, որ այն ինչ ասում էի բազմիցս մինչ ընտրությունները եւ ընտրությունների հաջորդած շրջափուլում նաեւ, որ չկա մեկ ուժ եւ մեկ անձ կամ մեկ խումբ քաղաքական, որ այս օրհասական իրավիճակում կարող է ինքնուրույն մենակ մեկ ճակատով հաղթական պայքար մղել այս օկուպացիոն իշխանությունների դեմ։ Չկա այդպիսի ուժ։ Եվ սա արձանագրում է, որի հետ պիտի հաշվի նստենք բոլորս։ Շատ կարևոր է նաև մյուս արձանագրումը, որ այո, քանի որ ազգային դաշտը չափազանց պառակտված է, չափազանց մասնատված է, այո, կան նախասիրությունների եւ նախապատվությունների այսպես տրամադրություններ, որոնք պիտի բավարարվեն։ Եվ այո, թերևս այս համատեքստում տարբեր ճակատներում, տարբեր թիրախային խմբերի հետ աշխատելու անհրաժեշտությունը էլի առաջնահերթություն է։ Ու այս առումով ընդդիմությունը ազգային դաշտը մեծ աշխատելու դաշտ ունի, թե թիրախային խմբեր ընտրելու առումով, թե այդ թիրախային խմբերի հետ քաղաքական ակտիվ դիսկուրս վարելու առումով, թե առհասարակ քարոզչական գործողություններ նախաձեռնելու առումով, այնպես որ ասել, որ բոլորս մեկ փոքր թիրախային խմբի համար ենք պայքարում, դա էլ փաստվեց, որ ճիշտ չէ։ Բոլորս ունենք դաշտում մեզ համար նախատեսված պայքարի ճակատը եւ թերևս պիտի այդ աշխատանքի ճիշտ եւ գրագետ բաժանումը լինի, որպեսզի կարողանանք վերջնարդյունքում էլի, որովհետեւ վերջնարդյունքում անհրաժեշտություն կա եւ պահանջ կա, որպեսզի այդ ուժերը միավորվեն, որպեսզի վերջնական պայմանական հաղթանակ արձանագրվի։ Այսինքն այդ միավորումը այլընտրանք չունի։ Սա էլ պիտի արձանագրել։ Պառակտված մենակ չենք կարողանալու հաղթել։ Էլի գալիս ենք վերջնարդյունքի հանգրվանին ու անհրաժեշտություն է լինում ուժերը մեկտեղելու։ Ու այս տրամաբանությամբ պիտի առաջ շարժվենք։ Գյումրին հետաքրքիր արձանագրումների առիթ տվեց եւ նաեւ հետեւությունների առաջիկայում սպասվող կլինի արտահերթ թե հերթական ընտրությունների համատեքստում, այնպես որ քաղաքական ուժերը, խմբերը, քաղաքական գործիչները պիտի այդ հետեւությունները անեն, պիտի այդ հաշվարկները անեն եւ ըստ այդմ իրենց քարոզչական աշխատանքը կազմակերպեն։ Ասպրամ, Գյումրիում ընտրվեց երևի թե հանրային ընկալումների տեսանկյունից ամենախոցելի տեխնացուն։ Ոչ մեկ այդ թերթիկի վրա ընտրատեղամասի այդքան խոցելի չի, ինչքան Վարդան Ղուկասյանը։ Այսօր փաստացի ամենախոցելի տեխնացուն ինչ որ մի ժամանակահատվածում եւ ինչ որ մի տարածքում դարձավ ընդդիմադիր ուժերի դրոշակակիրը։ Չեք կարծում, որ դա 26 թվականին կարող է վնասել ընդդիմադիր շարժմանը։ Հաշվի առնելով դե այսպես ասենք, հա, յուրօրինակ կերպարը դրոշակակրի։ Շատ տարբեր մեկնություններ կարող ենք անել
այս համատեքստում, բայց ես ուզում եմ մի շատ կարևոր դիտարկում անենք։ Ապազգայնականությունը, ազգային արժեքների ոտնակոխումը, այնպիսի աստղաբաշխական մասշտաբների են հասել, որ ծայրահեղությունից ծայրահեղություն է ընտրությունը։ Մեր ժողովուրդը հիմա կանգնել է երկու ծայրահեղությունների առջև, եւ այդ վտանգը ազգային ինքնության կորստի, տարատեսակ հարցակումներ ազգային ինստիտուտների նկատմամբ, ինքնության արժեքների նկատմամբ, այնպես են մոլորեցրել, երբեմն նաև մթագնել հանրային ընկալումները, որ այո, այդ ընտրությունը ծայրահեղությունից ծայրահեղություն է։ Եվ այստեղ բացառման սկզբունքով են ընտրություն կատարում։ Եվ սա միայն հայկական ֆենոմեն չէ։ Սա ամբողջ աշխարհում է այդպես։ Այսինքն այնքան են ճկում այդ հանդուրժողականության շեմը, որ այլևս ի վիճակի չեն հանդուրժել տարբեր խմբեր եւ հակառակ ծայրահեղության են մղում այդ խմբերին։ Եվ մենք սրա ականատեսն ենք հիմա լինում, եւ սրա ականատեսն էինք նաեւ 21 թվականին։ Ուստի հետևությունները եւ ենթադրությունները, որ այս իրավիճակը եւ այս իրադրությունը կրկնվելու են նաեւ ապագայում սպասվելիք ընտրություններին, բնականաբար հենց այդպես էլ կա։ Որքան հակառակ կողմը ճկի այդ հանդուրժողականության պարանը, այնքան այս կողմից հակազդեցություն է լինելու դեպի հակառակ ծայրահեղություն։ Եվ անհրաժեշտությունն ու կարևորությունը օրհասականությունը գիտակցելու ազգային գործիչների կողմից, առաջնորդություն ստանձնած գործիչների կողմից, որ մեր հասարակությունը եւ մեր ժողովուրդը, մեր պետականությունը իրոք ազգային դարմանի կարիք ունի, որպեսզի վերականգնի իր սթափ գիտակցությունը, սա չափազանց կարևորում եմ, այսինքն որոշում կայացնողները պիտի հստակ օրակարգում ունենան առաջիկայում այդ առողջացման գործընթացը եւ այդ առողջացման գործընթացին պիտի լծվեն բոլոր առողջ ուժերը։ Ամեն դեպքում, եթե քաղաքական դաշտում ինչ-որ մարդիկ իրար հետ կոնսոլիդացիայի են գալիս, այդ արդեն լավ է, ես համաձայն եմ այդտեղ ձեզ հետ, որովհետեւ մեր մոտ վերջերս ընդդիմությունն էլ է պարակտվում, տենց ինչ-որ խուսափում են իրարից մարդիկ։ Բայց ուզում եմ ճիշտ հասկանալ իրավիճակը եւ հարցը, երբ որ մենք խոսում ենք Վարդան Ղուկասյանի ու ազգային ուժերի մասին, դա մի փոքր ինձ անհանգստացնում է։ Ամենայն հարգանքով բոլոր են մարդկանց, ովքեր որ իրանց ձայնը տվել են այդ տեխնացուին, բայց մենք տենց ազգային ուժերով էս է մեր առաջարկը, էլ ուզում եմ հասկանալ։ Ժողովրդավարության կանոնները պահանջում են այն ինչի ականատեսը մենք եղանք։ Բնական է, որ ընդդիմադիր ազգային դաշտը ակնկալում էր, որ ընդդիմադիր գործիչները, որոնք առաջադրվել են ընտրությունների, պիտի միասնական վերջնարդյունքում միասնական ճակատով իրենց աջակցությունը հայտնեն առավելագույն քվե ստացած տեխնացուին։ Եվ ինձ համար շատ բնական էր այդ ընթացքը։ Շատ զարմանալի կլիներ, եթե հակառակ դրսևորումը լիներ, եւ կարծում եմ, որ այդ հակառակ դրսևորման ականատեսը եթե լինեինք, նաեւ հանրության կողմից չեր ընկալվի։ Ուստի հաշվի նստելը սեփական ժողովրդի ընտրության հետ, սա նվազագույնն է, որ մենք այս պահին պիտի անենք, նորից պիտի կրկնեմ, մեր մտքում եւ մեր ապագա ծրագրերում ունենալով մեր հասարակության օր առաջ առողջացման գործընթացը։ Մենք պիտի այդ հավասարակշռությունը, այսինքն երկու ծայրահեղություններից բերենք հավասարակշռության դաշտ։ Այս տրավմատիկ գործընթացները մեզ հանգեցրել են այս
քաոտիկ իրավիճակին, երբ պարզապես ինքնապահպանման բնազդն է այստեղ աշխատում, իրապես այդպես է, որովհետև նժարին երկու նժարներին դրվում է մեկ նժարին ապազգայնականությունը, մյուս նժարին ազգայնականության յուրատեսակ պատկերացումները եւ բնական է, որ ընտրության արչեւ կանգնած քաղաքացին այս երկուսի մեջ ընտրում է այնինչ ընտրում է։ Ինչը ապազգային չի, լավ, այսպես ասենք։ Փակենք Գյումրիի թեման։ Այն ռադիո լսողների ու ռադիո դիտողների համար, ովքեր մեզ դիտում են համացանցում ու անհասկանալի է, երբ իրանք կհանդիպեն մեր հաղորդմանը, ասեմ, որ մենք ապրիլի 8-ին ենք զրուցում ու այս ժամանակահատվածում արդեն մի քանի օր է Արցախահայությունը հանրահավաքներ, ցույցեր ու այլ ակցիաներ է իրականացնում, մասնավորապես Ազատության հրապարակում։ Այն որ կառավարության կողմից առաջ բերված ծրագրերը եւ օրակարգը Արցախահայության ինտեգրացիայի դուր չեն գալի արցախցիներին, մենք էլ ոնց որ երջանիկ չենք այդ ծրագրերից, այդ հասկանալի է։ Բայց ինձ անհանգստացնում է ավելի շատ, որ չկա ինչ որ տրամաբանված, մտածված այլընտրանք, այսինքն կառավարությունը ոչ մեկ չի ասում, որ մենք երկարատև ժամանակահատվածում կարծում ենք, որ այս հարցը պետք է այսպես լուծվի ու այսպես լուծվի։ Այն ինչ ես տեսնում եմ հանրահավաքում, ես տեսնում եմ, որ այն ինչ արվում է լավ չի եւ ավելի լավ էր նախորդ տարբերակը, որը որ կառավարությունը դադարեցնում է, այն էլ լավ չէր, բայց այն ավելի լավ էր, քան իր դադարեցումը։ Չի անհանգստացնում ձեզ այդ վիճակը, Իհարկե անհանգստացնում։ Այսինքն որ ծրագիր չկա ինչ որ ճանապարհային քարտեզ, թե մենք ոնց ենք Հայաստանը մեծ հաշվով կատաստրոֆիկ դեմոգրաֆիկ խնդիրներ ունեցող պետություն է, շատ լուրջ դեմոգրաֆ։ Մենք պարտվում ենք, որովհետև մենք պարտվում ենք առաջերտին դեմոգրաֆիայում մեր հարևաններին եւ մեր թշնամիներին։ Հիմա ոնց որ այս մարդկանց հաջորդիվ, այսինքն հաջորդ քայլը դա արտագաղթն է։ Եթե մենք չենք արդեն դիմել է այդ քայլը։ Այո, եթե մենք չենք կարող մնացած մարդկանց ինչ որ մի կերպ տեղավորել Հայաստանի Հանրապետությունում, իրանք գնալու են օտար երկրներ։ Բայց ես չեմ տեսնում որևէ կողմ, ով adekvat հաշվարկված թուղթ ու գրիչով սենց մի հատ առաջարկ անի, ասի եկեք այս հենց անենք։ Վերջերս մի շատ կարևոր հետազոտություններ ՄԱԿ-ի հետ համատեղ իրականացվել հենց Արցախահայությանը վերաբերող, սոցիալ-տնտեսական իրավունքների իրացմանը վերաբերող եւ շատ կարևոր զեկույցում հնարավորինս մատչելի այդ ճանապարհային քարտեզը եւ նաեւ անհրաժեշտ օրհասական խնդիրներին լուծումներ տալու մոդելներն էին առաջարկվել, ասել, որ չկա առաջարկ, հետազոտություններ չեն արվում կամ պատկան մարմինները, ես խոսքս վերաբերվում է Արցախի վտարանդի կառավարության ներկայացուցիչներին, մարդու իրավունքների պաշտպանը, մյուս պաշտոնատար անձինք, որ չեն զբաղվում այս հարցերով, ճիշտ չի լինի։ Իրանք պետք է զբաղվեն, ասպրամ, այդտեղ մենք վեճ ունենք, այդտեղ ես ձեզ հետ համաձայն չեմ։ Հիմա ավարտեմ։ Ասել, որ այս հարցերը օրակարգային չեն, էլի համաձայն չեմ, որովհետև բազմիցս մեր խմբակցության նախաձեռնությամբ, երկու ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ, բազմիցս քննարկումներ տեղի են ունեցել ազգային ժողովում եւ մեր արցախցի գործընկերների հետ համատեղությամբ, նաեւ միջազգային գործընկերների ներգրավվածությամբ եւ այլն, բայց եւ դրանով հանդերձ ասել, որ մենք այսպես ծանրակշիռ ինչ որ ձեռքբերումներ ունենք, դա էլ չենք կարող անել, արձանագրել, այսինքն ոչ կարող ենք ասել, որ աշխատանք չի տարվում բացարձակ, ոչ էլ կարող ենք պնդել, որ բավարար, այո, չափի է տարվում։ Հետևաբար սա մի ճակատ է, որտեղ աշխատանքը անընդհատ պիտի լինի։ Մենք այստեղ բախվում ենք մի շատ այսպես ամոթալի պատի, եւ այդ ամոթալի պատը Հայաստանում իշխանությունն օկուպացրած հանցախումբն է իր վարած դիտավորյալ հանցավոր դիտավորությամբ վարվող քաղաքականությամբ, որն է արցախցիներին մեկ ընդմիշտ զրկել բոլոր տեսակի
ձգտումներից Հայաստանում իրենց կյանքը շարունակելու կամ կազմակերպելու։ Սա իմ համոզմունքն է, մենք սրա ականատեսն ենք լինում նաև գետնի վրա, որովհետև տեսնում ենք, թե քիչ առաջ դուք էլ ասացիք, տեսնում ենք, թե ինչպիսի ծայրահեղ վիճակի են հասցնում մարդկանց, որ մարդիկ, ովքեր զրկվել են ամեն ինչից, ցեղասպանական այդ գործընթացով անցել են, մսաղացով, մազապուրց հասել են իրենց հայրենիքի մյուս հատված եւ հիմա էլ էստեղ այդ կենցաղային ծանր դրության պայմաններում նաեւ ենթարկվում են այդ ատելության անհամաչափ խոսքին, ուղղորդված ատելության խոսքին, նաեւ այդ խտրական վերաբերմունքին եւ այլն եւ այլն։ Եվ բնական է, որ իրենց որքան էլ ձգտումը մեծ լինի, որքան էլ ցանկությունը մեծ լինի, որքան էլ հայրենասիրական ձգտումները մեծ լինեն, մի ինչ որ շեմի է հասնում, երբ արդեն համբերության բաժակը լցվում է, երբ արդեն քո զավակների, քո կյանքի լինել չլինելու խնդիրն է դրված եւ մարդիկ շատ բնականորեն այդ ընտրությունը ճարահատյալ կայացնում են եւ հեռանում են հայրենիքից։ Իրավունք ունենք իրենց մեղադրելու, իմ խորին համոզմամբ ոչ, որովհետև մենք չենք անում առավելագույնը, որպեսզի իրենց, ոչ միայն իրենց, առհասարակ հայ մարդուն ապահովենք այնպիսի արժանապատիվ պայմաններով, որ ինքը իր հայրենիքից անդին իր գոյությունը չպատկերացնի։ Ասպրամ համաձայն եմ, բայց ես Արցախցի իմ ընկերների, գործընկերների հետ ինձ ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ մեր արցախցի ընկերներին թվում է, որ գործընթացը սենց է գնում, որովհետև իրենք արցախցի են, բայց ես կարծում եմ, որ գործընթացը սենց է գնում, որովհետև իհարկե կան պրոբլեմներ, բայց մեկա, մենք որպես պետություն ֆանտաստիկ ոչ էֆեկտիվ ենք, այսինքն տեսեք, վերադառնանք Գյումրիին, հա, բայց Գյումրիին վերադառնանք աղետի գոտու տրամաբանությամբ, 88 թվականին, սիրելի ռադիոլսողներ, ես 88 թվականին եմ ծնվել, ասենք որ հասկանաք, հա, ինչքան ժամանակ է անցել երկրաշարժից, այդքան ժամանակ անց է, մենք դեռ, այսինքն ընտրություններ են Գյումրիում ու այդտեղ խոսվում է, որ երկրաշարժի տուժածները, դոմիկները եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն այդ հանգամանքն էլ կա, չէ՞, ես շատ ուզում եմ, որ մենք չասենք, որ սենց է, որովհետեւ այս մարդիկ Արցախից են, այ դրա համար է սենց։ Ես կհամաձայնեի, եթե մենք ականատեսը չլինեինք այն ատելության եւ խտրական վերաբերմունքի, որի ականատեսն ենք այս վերջին տարիներին արցախցիների դեմ ուղված եւ այս թիրախավորումը մենք անտեսել կամ այս դիտավորյալ քաղաքականությունը անտեսել չենք կարող։ Սա մի բան է, որի հետ պիտի հաշվի նստենք եւ այս իրավիճակն էլ հենց այդ ծիրից նաեւ պիտի դիտարկվի, որովհետեւ սա պետականորեն հովանավորվող գործընթաց է, այն որ միտում կա, որպեսզի Արցախահայությունը որպես միավոր միաբանված քաղաքական գործոն չդառնա, դա փաստ է, որի հետ պիտի հաշվի նստենք։ Ինչ որ բան արվում, որ դառնա, ասպրամ, այսինքն տեղական էլիտաների կողմից, ընդհանրապես, որ մարդիկ ուզում են, ունեն այդ ամբիցիաները, իմ տպավորությամբ չունեն։ Ես շատ կուզեի, որ այդ աշխատանքը հավուր պատշաճի տարվի։ Եվ դա պետք է, ըստ քեզ, որտեվ արդյոք մենք պետք է ինչ-որ բանից աշխարհագրությունից ելնելով ունենանք քաղաքական թևեր։ Մենք այստեղ խնդիր ունենք։ Մենք Արցախահայության առանձին որպես խմբի միավորի հավաքական իրավունքների պաշտպանության խնդիր ունենք։ Ես խոսում եմ վերադարձի իրավունքի մասին, ես խոսում եմ այլ քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների իրացման մասին, որոնք այսպես շահկապված են վերադարձի իրավունքի եւ ածանցվում են վերադարձի իրավունքից եւ այս իրավունքների իրացման համար մղվող պայքարի համար մեզ անհրաժեշտ է այդ միավորը, որը պիտի պայքարի եւ որը պիտի իր դեմքով հանդես գա այդ իրավունքների պաշտպանության հարցում եւ այդ իրավունքները հետապնդելու գործընթացում։ Հետևաբար արցախցիների պարագան մի փոքր այլ է
ես կհամաձայնեի, եթե մենք ունենայինք դեռ այս պահին ունենայինք չօկուպացված Արցախ, որտեղ բնակվում են մեր սիրելի հայրենակիցները, որտեղ ճիշտ 18 թվականից առաջ եղած իրավիճակը եթե ունենայինք եւ եթե այս հարցը հնչեր ու այս քննարկումը լիներ, ես միանշանակ կհամաձայնեի, բայց այս պահին երբ մենք օրհասական իրավիճակում ենք գտնվում եւ երբ մենք իրապես պայքարում ենք այս մարդկանց կենսական իրավունքների իրացման համար, իրենք որպես քաղաքական միավոր պիտի կազմակերպված լինեն 18 թվականից առաջ էլ այդ քաղաքական միավորը լրիվ այլ ձևակերպում եւ փաթեթավորում ուներ, մենք պայքարում էինք ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման համար անկախ նրանից այդ ճանաչումից հետո վերամիավորում կլիներ կամ առանձին պետականության տեսքով Արցախի իր գոյությունը կշարունակեր, բայց էլի որպես միավոր շատ տարբեր է, չես կարող բաղդատել Հայաստանի Հանրապետության այլ մարզի կամ բնակավայրի հետ եւ այս պարագայում մի փոքր տրամաբանությունը այլ է երբ խոսում ենք արցախցիների մասին, բայց մյուս այլ հարցերի պարագայում ինտեգրման, եթե ինտեգրման մասին ենք խոսում, եթե հավասարության մասին ենք խոսում, բնականաբար բոլորս հայ ենք, բոլորս, այսինքն իրենց այստեղ նաև ուրիշ հարց էլ կա, քաղաքացիության հարցը կա, հիմա ուզում եմ ասել բոլորս էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, հետո հիշեցի, որ դա էլ են Հայաստանի Հանրապետության քաղաքացի են։ Դա էլ են արդեն հարցականի տակ դնում, դա էլ են արդեն քննում, այդ կապույտ անձնագիրը նույնական կապույտ անձնագրերն են տարբերակում եւ այստեղ է, այսինքն այդ տարբերակված վերաբերմունքի եւ այդ խտրական վերաբերմունքի հետ հաշվի նստել մենք չենք հաշվի չնստել չենք կարող ուղղակի կապույտ անձնագրից խոսեցիք ինչի ես նայում եմ օրինակ այդ քաղաքացիության դիմաց մարդիկ այսպես կոչված քաղաքացիության ոնց է կարծում ես մարդիկ իրանց Հայաստանի քաղաքացի են համարում դրա համար չեն փոխում փաստաթուղթը թե ինչ որ ուրիշ պատճառներ էլ շատերը շատ տարբեր է սենտիմենտները շատ տարբեր են շատերը կան որ պնդում են որ սա հենց այդ նույնական կապույտ անձնագիրն է այնտեղ գրված է Արցախի Հանրապետություն կամ ծննդավայրի չգիտեմ քաղաքադրուտ քաղաք Շուշի եւ այլն եւ դա իրենց համար զգացական մեծ կարեւորություն ունի ինչը ես անձամբ հասկանում եմ եւ իրենք պարզապես չեն կարող արդեն ամեն ինչից հրաժարվել են եւ սա վերջին փաստումն է իրենց բնիկ լինելու եւ իրենք դրանից հրաժարվել չեն կարող մյուս մասին համոզել են որ եթե քաղաքացիության համար դիմուն գրեն եւ պայմանական ստանան Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ինչի իմ համոզմամբ իրենք արդեն իսկ ունեին իրենք կզրկվեն փախստականներին վերապահված իրավունքների հետ այո միջազգային երաշխիքներից եւ այլն մյուս մասի համար այսինքն շատ տարբեր է խմբեր կան տարբեր խմբեր տարբեր ազդեցության շրջանակներում են գտնվում եւ այստեղ էլ մենք խնդիր ունենք եւ այդ հետազոտությունը նաեւ այս հարցերին է անդրադարձել շատ կարեւորելով որ մատչելի դարձնենք իմ տպավորությամբ իրենց իրավունքներին իրենց մեջ էլ ինչ որ միասնական որոշում չկա այսինքն այն ինչի մասին մենք խոսում ենք այ արցախցիների միասնական համայնք այս պահին ոնց որ թե չկա այսինքն չկա ինչ որ մեկը չկա ինչ որ կառույց չկա ինչ որ կնիկ որը որ կարողանա դրա լուսնի վրա չէ չէր եւ Արցախում բնակվող մեր սիրելի հայրենակիցները մեզպես հայ մարդիկ իրենք լուսնի վրա չէին ապրում իրենք մեր իրականության արգասիքն են եւ հետեւաբար այն պարակտումը այն բացասական դրսեւորումները նաեւ որոնց մենք ականատես ենք լինում այստեղ Հայաստանի Հանրապետությունում այդ բացասական դրսևորումները, այդ պարակտվածությունը հատկապես հետ պատերազմյան այդ խորը տրավմատիկ գործընթացներից հետո բնականաբար չէին կարող անմասն թողնել Արցախի մեր սիրելի հայրենակիցներին եւս ու այդ պարակտումը այո կա տարակարծությունները այո կան բայց ասել որ
մենք չենք կարող կամ անհնար է իրենց միաբանել, միավորել իրենց իսկ իրավունքների պաշտպանության համատեքստում, ես դրա հետ անհամաձայն եմ։ Սա թերևս այն միակ ճակատն է, որտեղ այդ հնարավորությունը կա եւ այդ հնարավորությունից մենք պիտի օգտվենք։ Մենք ասելով նկատի ունեմ քաղաքական ուժերը, քաղաքական գործիչները, առաջնորդություն ստանձնած անձինք։ Դե ես այդտեղ նայեցի երիտասարդ դեմքեր տեսա, ովքեր շատ դուր եկավ եւ ելույթները եւ ընդհանուր առմամբ տրամադրությունը այն ինչ որ կար էլի, բայց կարծում եմ մի քիչ կաղում էին թեզերը, մի քիչ դա էլ ես կարծում եմ, որ շատ էմոցիոնալ էր, ռացիոնալ դաշտը տենց էմոցիոնալությունը մենք դեռ եմ փուլում չենք, որ չոր ռացիոնալությամբ հանդես գանք մեր կլինի օրակարգերի մշակման գործում թե առհասարակ հանրային խոսքի առումով, որովհետև այդ տրավման չենք վերապրել։ Մենք շարունակական այդ տրավմատիկ գործընթացի մեջ ենք գտնվում։ Մենք անընդհատ վերապրում ենք մեր պարտությունը, որովհետև մեզ դեռ ղեկավարում են նրանք, ովքեր այդ մենակ դրանից չի, այդ մենակ դրանից չի, ասում։ Նաև, չէ, ես համոզվում եմ, մենք խոսում ենք մի անգամ կարծում եմ հենց տաղավարում, որ հայ ժողովրդի ինչ որ մի զանգվածի համար նոյեմբերի 10-ը անդադար չի գալիս։ Այսինքն մենք մնացել ենք նոյեմբերի 9-ի ու 10-ի այդ գիշերվա այդ հատվածում ու այդ օրը չի փոխվում։ Ու այնպես չի որ կառավարությունը փոխվի, օրը փոխվելու է, էլի։ Օրը կարող է չփոխվել, բայց հավանականություն, որ շատ հեռու մի անկյունում այդ լույսի նշույլը կլինի, ես համոզմունք ունեմ, որ հենց այդպես է, որովհետև երբ գործընթացները կամ գործողությունները անհետևանք են մնում, իսկ ես համոզմունք ունեմ, որ ցանկացած արարք, ցանկացած գործողություն ունի պատասխանատու եւ այդ պատասխանատուները պիտի պատասխանատվության ենթարկվեն, անկախ նրանից մենք ինչ ընկալում ունենք այդ պատասխանատվության։ Հետևաբար երբ այդ պատասխանատվությունը չի դրսևորվում, չի հասնում այդ պատասխանատվության պահը, ստանձնման պահը, մենք անընդհատ այս շրջափուլի մեջ ենք լինում։ Այո, այդ օրը չի ավարտվում եւ հաջորդ օրը չի սկսվում։ Ու այստեղ իմ խորին համոզմամբ այս վարչախմբի շարունակականությունը հենց երկարաձգում է այդ շատ երկարաձգում է այդ օրվա չգալը, հաջորդ օրվա լուսաբացի հեռանկարը, այնպես որ ես իրոք կարծում եմ, որ այդ հուզականությունը շատ բնական է, որ պիտի լինի, բայց նաև գիտեմ, որ այն բաց թողումները, որոնք դուք նկատել եք, եւ բնական է, որ նաև պիտի բաց թողումներ լինեն, դրանք հղկման ենթակա բաց թողումներ են, դրանք կարող են շատ հեշտորեն եւ նաեւ պիտի հասկանանք, որ դաշտը, որտեղ հիմա իրենք գործում են, անհամեմատ ավելի մեծ է եւ մրցակցային, քան այն դաշտը, որում այդ անձինք եւ այդ գործիչները գործում էին, երբ իրենք Արցախում էին։ Հետևաբար այս բոլոր նրբությունները հաշվի առնելով պիտի փորձենք պարզապես այդ կուռ թիկունքը դառնալ իրենց համար, փորձել հնարավորինս աջակցել եւ այո ողջևորել, որովհետեւ այո այս պայքարում իրենց իրավունքների պաշտպանության գործում, որը նաեւ ես համարում եմ մեր հավաքական իրավունքների պաշտպանության գործ, բայց առաջնամարտիկի դերը իրենցը պիտի լինի եւ մենք այդ հարցում թիկունքից պիտի անընդհատ աջակցենք։ Րոպեուկես մենք կարանք չէ արձանագրենք, որ ներհասարակական ամենամեծ մարտահրավերը հիմա հայ ժողովրդի համար այդ արցախցիների ինտեգրացիայի հարցն է, այս պահին։ Ներհասարակ քաղաքականները եւ արտաքինները մի կողմ դրած։ Այո։ Մենք որպես հասարակություն, այսինքն այն մարդիկ, ովքեր որ առավոտը նստում են տրանսպորտով գնում են աշխատանքի, այսինքն չէ մենք ի վերջո տենց մի միասնություն ենք, որ պիտի լինենք։ Մի միասնություն որպես հասարակություն, այսինքն որ մեր առաջնային ամենամեծ խնդիրը այդ մարդկանց տեղավորելն է եւ այնպես անել, որ իրանք հոգեպես տեղավորվեն, որ իրանք իրենց տանը զգան ու իրենք էլ, այսինքն որովհետեւ եթե այդ գործընթացի մասը չդառնանք եւ չոժանդակենք այդ գործընթացին, պիտի հստակ գիտակցենք, որ դրանով շատ բացասական
ազդեցություն ենք ունենում ինքներս մեր կյանքի եւ մեր կենցաղի վրա։ Այդ ատելության գեներացիան, որը տեղի է ունենում եւ որը փորձում են այսպես հմտորեն ուղղորդել, այո, եւ օգտագործել, դա արդյունքում բոլորիս դեմ է օգտագործվելու եւ դրա թիրախը միմիայն արցախահայերը չեն լինելու, դրա թիրախը յուրաքանչյուր հայ մարդ է։ Սիրելի ռադիո լսողներ, Ասպրամ Կրպեյանն էր մեր տաղավարում, դուք թարմուղեղով նեիք լսում, շարունակեք լսել գործարար ալիքը, մենք կհանդիպենք այսօր այսքանը։